Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մտնում է նոր փուլ Արարատ Միրզոյանի եւ Մարգուս Ցահկնայի ստորագրված համաձայնագրից հետո։ Երևան-Տալին առանցքը դառնում է եվրոպական ինտեգրման հերթական ազդանշանը։ Փաստաթուղթը ներառում է թվայնացում, անվտանգություն եւ կառավարման խորքային բարեփոխումներ։ Էստոնիան դիտարկվում է որպես մոդել հետխորհրդային անցումից դեպի եվրոպական համակարգ։ Սակայն այս քայլը կարող է սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հայաստանի իշխանությունները շարունակում են շարժվել դեպի արևմուտք, պահպանելով զգուշավոր դիվանագիտություն։ Հարցը մնում է բաց, արդյոք սա արդեն վերադարձի կետը անցած գործընթաց է։ Երևանը փորձում է վերածվել տարածաշրջանային բժշկական կենտրոնի, գործարկելով նոր Մեդեյեմ հարթակը։ Քաղաքային իշխանությունները հայտարարել են, սա տնտեսական նոր շարժիչ է։ Ծրագիրը նպատակ ունի ներգրավել օտարերկրյա հիվանդներ եւ ներդրումներ, սակայն փորձագետները զգուշացնում են, առանց համակարգային բարեփոխումների արդյունքները կարող են ուշանալ։ Տարածաշրջանում մրցակցությունը խիստ է, հատկապես Վրաստանի եւ Թուրքիայի կողմից։ Միևնույն ժամանակ իշխանությունները փորձում են նվազեցնել տնտեսության կախվածությունը ավանդական ոլորտներից։ Այս նախաձեռնությունը կարող է դառնալ կամ հաջողության պատմություն, կամ հերթական ձախողված փորձ։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել է Հարավային Կովկասը, իսկ առավելապես Հայաստանը։ Ռուսական վերլուծության համաձայն առաջիկա ընտրությունները Երևանում կարող են որոշել ողջ տարածաշրջանի ուժերի բալանսը։ Նախագահ Վլադիմիր Պուտինը ըստ հաղորդման հստակ ազդակ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին։ ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության ուղղությունները համատեղելը գրեթե անհնար է։ Հայաստանը փորձում է խաղալ երկու ճամբարների միջև, սակայն աշխարհաքաղաքական ճնշումը գնալով ուժեղանում է։ Վերլուծաբանները նշում են, ընտրությունների արդյունքները որոշելու են ոչ միայն վարչապետին, այլև երկրի արտաքին քաղաքական վեկտորը։ Միաժամանակ Հայաստանում աճում են հակառուսական տրամադրությունները, պայմանավորված անվտանգության հարցերում հիասթափությամբ։ Կրեմլում հասկանում են, պետք է աշխատել ոչ միայն իշխանության, այլև հասարակության հետ։ Հարավային Կովկասը վերածվում է մեծ խաղի, որտեղ Հայաստանի ընտրությունները կարող են դառնալ շրջադարձային կետ։ Հայաստանի ներքաղաքական դաշտում լարվածությունը շարունակում է աճել։ Վերաքննիչ դատարանը մերժել է Արթուր Սարգսյանի պաշտպանների բողոքը։ Որոշումը ներկայացվել է դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ։ Սարգսյանը մեղադրվում է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով։ Գործում ներգրաված է նաև Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Ընդդիմությունը այս գործը համարում է քաղաքական հետապնդում։ Իշխանությունները պնդում են, ամեն ինչ օրենքի շրջանակում է։ Դատական այս գործընթացը շարունակում է խորացնել քաղաքական բևեռացումը։ Արցախի թեմը ահազանգում է, Ադրբեջանը շարունակաբար ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը։ Ստեփանակերտում հիմնահատակ ավերվել է Սուրբ Հակոբ եկեղեցին։ Սա ներկայացվում է որպես համակարգված մշակութային ցեղասպանություն։ Նշվում են նաև այլ ավերված եկեղեցիներ, Շուշիից մինչև Բերձոր։ Միջազգային կառույցների լռությունը ավելի է խորացնում մտահոգությունը։ Հայկական կողմը կոչ է անում անհապաղ միջամտություն։ Հայաստանի կառավարությունը ստիպված է արձագանքել տարածաշրջանային ճգնաժամին։ Ընդունվել է որոշում փոխհատուցել մինչև 250,000 դրամ ավիատոմսերի համար։ Խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել են ռազմական գործողությունների պատճառով։ Ծրագիրը ներառում է նաև ուսանողներին, որոնք վերադարձել են Մերձավոր Արևելքից։ Սա առաջին դեպքերից է, երբ Երևանը նման լայնածավալ աջակցություն է տրամադրում։ Որոշումը ցույց է տալիս, ճգնաժամը արդեն ուղղակի ազդեցություն ունի Հայաստանի վրա։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կրթավճարների կൂട്ടակային համակարգի գաղափարը։ Ծրագիրը նախատեսում է ծնողների կողմից երկարաժամկետ ներդրումներ երեխաների կրթության համար, հատուկ հաշվեհամարներում, որոնք պարզապես չեն պահվում, այլ ներդրվում են ֆինանսական գործիքներում, եկամուտ ապահովելու նպատակով։ Համակարգի տրամաբանությունն այն է, որ փոքր, բայց պարբերական ներդրումները ժամանակի ընթացքում կաճեն եւ կդառնան զգալի գումար, բուհական կրթության ծախսերը հոգալու նպատակով։ Իշխանությունները սա ներկայացնում են որպես զարգացած պետություններին բնորոշ մոդել, սակայն հարության մի հատվածը մտահոգ է։ Տնտեսական անկայունության պայմաններում սա կարող է ռիսկային լինել։ Նախաձեռնությունը կարող է փոխել կրթական ֆինանսավորման համակարգը, բայց դեռ պարզ չէ, այն կդառնա իրական գործիք, թե կմնա տեսական մակարդակում։ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական ճգնաժամը հասնում է նաև եկեղեցի։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բն հայտարարել է, եկեղեցին դարձել է իշխանությունների թիրախ։ Նա խոսել է ձերբակալությունների, ճնշումների եւ միջամտությունների մասին։ Իշխանությունների կողմից եկեղեցու դեմ քայլերը գնահատվում են որպես աննախադեպ։
Այս հայտարարությունները կարող են խորացնել հասարակական բաժանումը։ Եկեղեցին շարունակում է դիրքավորվել որպես ազգային ինքնության հենասյուն, իսկ հակասությունները իշխանության հետ մտնում են նոր վտանգավոր փուլ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Շանհայում կարևոր հանդիպումներ է անցկացնում։ Նա մասնակցել է դատախազների միջազգային ասոցիացիայի նիստին։ Հանդիպում է կայացել նաև ասոցիացիայի ղեկավարության հետ։ Քննարկվել են համագործակցության զարգացման ուղղությունները։ Սա Հայաստանի փորձն է ուժեղացնել իր միջազգային իրավական դիրքերը։ Նման հարթակներում ակտիվությունը կարևոր է գլոբալ գործընթացներում ներգրավելու համար։ Երևանը փորձում է ամրապնդել իր ներկայությունը միջազգային կառույցներում։ Հայաստանում խորանում է ռազմավարական ընտրության հարցը։ Եվրոպա թե Ռուսաստան։ Քննարկումները արդեն դուրս են եկել փորձագիտական շրջանակներից եւ դարձել քաղաքական օրակարգի կենտրոն։ Եվրամիությունը առաջարկում է բարեփոխումներ եւ ներդրումներ, բայց նաեւ պահանջում է լուրջ զիջումներ։ ԵԱՏՄ-ն ապահովում է շուկաներ, սակայն ամրապնդում է կախվածությունը Մոսկվայից։ Իշխանությունները փորձում են պահել հավասարակշռություն, չկտրելով ոչ մի ուղղություն, սակայն վերլուծաբանները վստահ են, երկար ժամանակ այսպես շարունակել հնարավոր չէ։ Հայաստանը մոտենում է ընտրության այն կետին, որտեղ սխալը կարող է թանկ արժենալ։